Լիաննա Զուրաբյանին ապտակ հասրած տղային են անդրադառնալու երեկոյից ամբողջ համացանցը տիրում է խառնաշփոթ, որ այդ տղան ապտակել է, մի հատ եկեք հավասարակշիռ ձևով մենք հասկանանք երկու կողմներն է տեսնենք ընկերներ ջան։ Տեսեք, այդ տղան իրավունք չուներ ապտակելու, ես ցանկություն կունենամ, որ այդ տղան կատարի հասարակական աշխատանք, այդ կլինի իր պատիժը ու ծնողների կողմից ներողություն տիկին Լիաննա Զուրաբյանին, բայց ես ուզում եմ մի հատ այս հարցն էլ մեջբերում անեմ, տիկին Զուրաբյանը ինքը էմոցիոնալ կռվարար անձնավորություն է, այդտեղ պետք է հասկանանք, թե այդ կռիվը որտեղից է եկել, կարող է միևնույն ժամանակ, որ տիկին Զուրաբյանն է ինչ-որ մի Զուրաբյանը, ինչ-որ մի սխալ թույլ տվել, սխալ արտահայտություն, որ այդ տղաները այդպիսի գործունեություն են արել, չի կարա ինչ-որ պրոստը տակ տեղից այդ տղան գար ու ապտակեր, չէ ինչ-որ մի խնդիր կա, եւս ուզում եմ մեջբերում անեմ տիկին Զուրաբյան, ես ձեր կողքին եմ կանգնած, քանի որ այդ տղան իրավունք չի ունեցել, իրավունք չունի ձեզ ապտակել, ինչ ուզում է լինի, ինքը կարող է ձեզ ինչ-որ մի բան ասել, բայց ապտակելու իրավունք ոչ մեկ չունեն դիմացինի, բայց ձեր վիդեոյի մեջ ես ուզում եմ մեջբերում անում, ձեր տղան այնտեղ չի լացում, բայց ձայներ է լսում, լացելու դուք մի փոխանցում եք ու մեջբերում եք անում, դա արդեն որոշ չափի, չգիտեմ, ինչ ձևով արտահայտեմ այս գործունեությունը։ Եվս ուզում եմ մեջբերում անեմ, երկու ապտակից այդպեսի ծանր առողջական խնդիրներ չեն առաջանում, որ դուք հիմա մեջբերում եք հոգեկանը խանգարվել է եւ այլն եւ այլն։ Դուք կարող եք այս հարցին որոշ չափի ուրիշ ձևով լուծում տալ, ավելի կիրթ ձևով, որ ձեր անունը բարձրանա, ոչ թե այդ տղաներին ցածրան, այդ տղաների ծնողներին գտնեն, թող իրանք ձեզանից ներողություն հանրային ձևով խնդրեն ու այդ տղան ենթարկվի պատասխանատվության հասարակական աշխատանք կատարելով։ Ինչպես որ Գերմանիայում շատ-շատերն են այդպիսի պատիժի արժանանում, եթե հարվածում են դիմացինին։ Սա իմ կարծիքը, ընկերներ ջան, ես թողում եմ ձեր դատին, ամբողջ համացանցը խոսում է, բայց մենք պետք է բոլորս երկու կողմերն նայեն։ Ես աջակցում եմ տիկին Զուրաբյանին, ինչ ուզում է լինի, տղան չպետք է հարվածել, տղան պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց ոչ թե ազատազրկման, այլ կոնկրետ հասարակական աշխատանք կատարելով։ Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունում իրեն չեն ազատազրկի այս պարագայում, քանի որ ինքը անչափահաս է, չգիտեմ, մեջբերում արեց, որ պատանի է երիտասարդ, ես չեմ կարող ասել չափահաս է, դե անչափահաս է, քանի որ ինքը ծխում էր սիգարի հետ, էդ էլ կողքից որոշ չափի վատ նայվում, դա իր անձնական կյանքն է, ինքը ինչ կուզի իր անձնական կյանքի հետ կանի։ Ուղղակի մենք բոլորս պետք է երկու կողմերն էլ տեսնենք, հասկանանք, ոչ թե միակողմանի այդ հարցին լուծում տանք։ Ես իմ կյանքում այդպես եմ շարժվում, չեմ վստահում այն մարդուն, ով որ խոսք միակողմանի այդ ամեն ինչը, եթե մինչև վերջ հենց սկզբից եթե վիդեոն լիներ, որ ինքը պրոստը տակ գալի հարվածում այդ վիդեոն կտրտված ձևերով տեղարտեղ ինչ որ մի թյուրիմացություն ա եղել։ Հուսամ ձեր կարծիքը ամեն ինչի վերաբերել, ես ճիշտ ձևով եմ դատում, սառը ձևով, նորից եմ կրկնում, ես տիկին Զուրաբյանի կողքին եմ, մի պայմանով, որ տղան իրավունք չուներ հարվածելու, ինչ ուզում է լիներ, կնոջ վրա չպետք է ձեռք բացացնել, բայց կարող է եւս դեպք պատահած լինի, որ կինը այնպես է հասցրել, այնպիսի արտահայտություններ արել, իր սրբությանն է կպել, դրա համար ինքը հարվածել է։ Իսկ վիդեոյի մեջ մենակ վերջի պահն է երևում, չեմ կարող ես մեջբերում անեմ ընկերներ ջան, ու չեմ էլ կարող այս հարցին ինչ որ ճիշտ լուծում տալ, այդ թող որոշի ոստիկանությանը եւ կցանկանայի իմ ընկերների կարծիքը այս ամեն ինչի վերաբերյալ։